Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքով Իսրայելի վարչապետը բանակին հանձնարարել է նախապատրաստվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Իսրայելական զինված ուժերը համապատասխան հրահանգներ են ստացել գնահատելու հնարավոր սցենարներն ու պատրաստ լինելու դրանց իրականացմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Նրա խոսքով Իրանը զիջել էր բոլոր հարցերում, սակայն բանակցությունների ավարտից անմիջապես հետո անօդաչու թռչող սարք է արձակել նավի ուղղությամբ։ Թրամփը նաև նշել է Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ նավագնացության համար։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել Իրանի հրթիռային հարվածների կապակցությամբ։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Դոհան ընդգծել է կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու քաղաքացիներին պաշտպանելու համար։ Կատարի իշխանությունները Իրանի վրա են դնում այդ հարձակումների եւ դրանց հետևանքների ամբողջ իրավական պատասխանատվությունը։ ԱԳՆ-ն նաև խստորեն դատապարտել է Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի եւ Քուվեյթի տարածքներին հասցված հարվածներ, դրանք որակելով որպես սուվերենության կոպիտ խախտում։ Միաժամանակ Դոհան կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ դիվանագիտական երկխոսությանը։ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին, հակաօդային պաշտպանության համալիրներին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։ Նրա փոխանցմամբ հարվածներն ընդգրկել են մի շարք ռազմական թիրախներ։ Գործողությունը կապված է Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակի հետ։ ԱՄՆ պաշտոնական կառույցները շարունակաբար հետևում են տարածաշրջանում զարգացումներին։ Յուլիա Սվիրիդենկոն պաշտոնապես հաստատել է հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից։ Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ողջ թիմին համատեղ աշխատանքի համար եւ նշել հպարտ է կառավարությունը գլխավորելու հնարավորության համար։ Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր նախարարների կաբինետում եւ վարչապետի պաշտոնում փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին։ Սվիրիդենկոյի հրաժարականը հաստատում է սպասվող կադրային փոփոխությունների մեկնարկը։ Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ ԱՄՆ զինված ուժերը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել են 10-ից 11 հրթիռ։ Կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրին հայտնել է, հարվածների թիրախները բացառապես ռազմական օբյեկտներ էին։ Նրա խոսքով հարձակման հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի տարածքում հարվածել է շուրջ 140 թիրախի՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի դեմ իրականացված գործողության։ Իրանը իր հերթին հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին, իսկ մի շարք երկրներ հայտարարել են օդային հարձակումների հետ մղման մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև դաշինքը ենթադրում է փոխադարձ ռազմական աջակցություն։ Նրա խոսքով, եթե երկու երկրներից որևէ մեկի համար սպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում ռազմական դաշնակցին պաշտպանելու համար։ Ալիևը շեշտել է, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա նաեւ ընդգծել է Բաքուն եւ Անկարան ոչ միայն եղբայրական, այլև պաշտոնապես դաշնակից պետություններ են։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Հորմուզի նեղուցում խոցվել է երկրորդ նավը։ Նույն հայտարարության համաձայն բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Կատարում գտնվող ԱՄՆ-ի Ալ-Ուդեյդ ռազմաբազան։ Իրանը նշել է, հարվածները պատասխան են ԱՄՆ-ի վերջին ռազմական գործողություններին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները նոր հարվածների շարքեր հասցրել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում հոբ համակարգերին, ռադարներին եւ հրթիռների պահեստներին։ Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը եւ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս անհնար է։ Հայտարարության համաձայն սահմանափակումը կապված է ԱՄՆ զինված ուժերի վերջին գործողությունների հետ, իսկ նեղուցը կբացվի միայն Իրանի իշխանությունների համապատասխան որոշումից հետո։ ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզով, իրեն վտանգի կենթարկի։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի տարածքում շուրջ 140 թիրախի խոցման մասին, իսկ Թեհրանը պատասխանել էր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտների հրթիռակոծությամբ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել։
Նրա խոսքով այժմ եկել է հատուցման ժամանակը։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ն պատասխանատվություններով նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտների դեմ, թիրախավորելով հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարները, ինչպես նաև հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստավորման եւ արձակման վայրերը։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ռազմական դիմակայությունը շարունակում է խորանալ։ Դավիթ Խաչատյանը լքել է Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Խաչատյանը, որում մասնավորապես նշվում է խորհրդարանական ընտրություններին չմասնակցել է իմ ընտրություններ, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված, թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս եւ ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ եւ բազմաթիվ լավ ընկերներ, նշել է Դավիթ Խաչատյանը։ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական եւ կազմակերպչական գործունեությանը, իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման եւ քաղաքական գործունեության իրականացման գործում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտում են, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։ Ըստ ազգային ժողովի կայքի վերջին 15 օրվա ընթացքում սա Ալեն Սիմոնյանի պարգևատրման մասին երրորդ որոշումն է։ Նշեք, որ Ալեն Սիմոնյանը պարգևատրման մասին եւս մեկ որոշում ստորագրել է հուլիսի 2-ին, այդ անգամ Սահմանադրության օրվա առթիվ նա ազգային ժողովի պատգամավորներին, ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից եւ Ղազախստանից, բացի այդ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին։ Այս մասին օկուպացված Շուշիում 4-րդ գլխավոր մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով իդեմս Ադրբեջանի Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում, նշել է Ալիևը։ Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, Հայաստանին Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են կապում ընդհանուր պատմության, համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման շնորհիվ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում։ Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք իմ կարծիքով կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրա, ինչ ես անվանում եմ սեր ժողովուրդների մշակույթների անկեղծ սերը, փոխներթափանցումը, ահա այդ իրական կապերը, ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին բարդ ժամանակահատվածներում, մասնավորապես արյունալի պատերազմների ընթացքում։ Նա նաև նշել է երկրների փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, թե երբեմն Ադրբեջանի եւ Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել։ Ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններին, ապա դրանց միջև շատ մեծ տարբերություն կա։ Մենք Եվրոպական հանձնաժողովի հետ տարբեր հարաբերություններ ենք ունեցել։ Այն ժամանակաշրջանում, երբ Եվրոպական դիվանագիտության ղեկին պարոն Բորելն էր, Եվրոպական հանձնաժողովի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները գործնականում լիովին խզվեցին։ Պարզվեց, որ Ժոզեփ Բորելը կապեր է պահպանել որոշ կոռումպացված անձանց հետ, այդ թվում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ պարոն Օկամպոյի հետ։ Պարզվեց, որ նա ֆինանսավորվել է ռուս-հայ օլիգարխի կողմից, որը ներկայումս Հայաստանում տնային կալանքի տակ է։ Եվրոպական հանձնաժողովի կազմում գործում էր խոշոր հակաադրբեջանական խումբ եւ մենք հուսով ենք, որ պարոն Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից, ասել է Ադրբեջանի նախագահը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն էլ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը նշել է. Ալիևն այսօր հայտարարել է, թե Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ, պարզել է, որ Ժոզեփ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ, պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում, հայտարարել է Ալիևը։ Այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը, նշել է Նարեկ Կարապետյանը։
Այսօր Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են աջակցություն Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող եւ այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ են հավաքվել նրա աջակիցներն ու ընկերությունների աշխատակիցները։ Մեր զորակցությունն ենք հայտում Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին, ինչին միանում են նաեւ ընկերության Աբու Դաբիում գտնվող միջազգային մասնաճյուղերը։ Այս մասին ասել է Եվրոմոթորս ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը։ Երկուշաբթի օրն առավոտյան ժամը 8-ին մեծ համարանակը լուր ստացանք, որ այստեղ քննչական գործողություններ են իրականացվում։ Ընկերությունից արգրավել են 3 սերվեր, 19 համակարգիչ, նոթբուքեր եւ բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները։ Ընկերությունն աշխատում է լրիվ թափանցիկ եւ անգամ մեկ պատճառ չկար փակելու Եվրոմոթորսը։ Մեր ամբողջ աշխատանքը խափավված է, ասել է Դանագոզյանը։ Նշենք, որ արդեն 5 օր է ընկերությունը չի աշխատում։ Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվել, այս մասին վկայում են առցանց շվատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով մեկնման մասում հետաձգվել է 11 չվերթ, 4-ը դեպի Մոսկվա, 2-ը Սանկտ Պետերբուրգ եւ մեկական չվերթ դեպի Շարմ էլ-Շեխ, Եկատերինբուրգ, Սամարա, Երևան եւ Կազան։ Բացի այդ ուշանում է եւս 12 չվերթի ժամանումը, 2-ական Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից, մեկական Շարմ էլ-Շեխից, Կրասնոյարսկից, Իժևսկից, Ստամբուլից, Երևանից եւ Կազանից։ Հուլիսի 10-ին ռուսավիացիան թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանափակումներ էր մտցրել Կրասնոդարի օդանավակայանում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից զգուշացնում են հերթական կեղծիքի մասին։ Քաղաքացիները այ մեսիջի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլեկտրոնային փոստը, ասված է հայտարարության մեջ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից Քարֆուր առևտրային ցանցի առևտրային օբյեկտերում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես 14 դեպք պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման, 14 դեպք մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 2 դեպք կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։ Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Հուլիսի 10-ին վրայերթ է տեղի ունեցել Գեղարքունիքում, ժամը 18:30-ի սահմաններում մարզի բնակիչ 24-ամյա Նարինեքն իր վարածքի ամակնիշի ավտոմեքենայով Սևանում վրայերթի է ենթարկել հետնյոթոն 5-ամյա մի տղայի։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխվել Սևան բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վաշինգտոնի վարչակազմը հայտարարել է, Իրանի հետ վերջնական համաձայնություն չի կայանա, եթե Թեհրանը չհամաձայնի իր հարստացված ուրանի պաշարները փոխանցել Միացյալ Նահանգներին։ Ամերիկացի պաշտոնյան ճեպազրույցում նշել է, առանց այդ պահանջի կատարման որևէ գործարք չի ստորագրվի։ Նրա խոսքով ԱՄՆ վարչակազմը հարստացված ուրանը բնորոշում է որպես միջուկային փոշի եւ այն համարում է բանակցությունների առանցքային հարցը։ Պաշտոնյան նաեւ ընդգծել է, Վաշինգտոնն ունի բազմաթիվ տարբերակներ, եթե Իրանը հրաժարվի կատարել իր պարտավորությունները։ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը հայտնել է, ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորներինը 115-ի։ Նրա խոսքով տուժածների թվում 2 կին կա, կատարվել է 14 վիրահատություն, իսկ 102 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։ Քերմանպուրը նշել է, զոհերի թիվը նախորդ տվյալների համեմատ աճել է 14-ից հասնելով 17-ի։ Եվրոպական երկրները քննարկում են Հորմուզի նեղուցով նավարկության ծառայությունների համար կամավոր վճարումների մեխանիզմներ դնելու հնարավորությունը տարածաշրջանում լարվածության աճի պայմաններում։ Գարդիանի տվյալներով խոսքը պարտադիր турքերի մասին չէ, այլ անվտանգության ծառայությունների դիմաց կամավոր վճարումների համակարգի։ Բրիտանական իշխանությունները նշում են, նման մոտեցումը կարող է համապատասխանել միջազգային ծովային իրավունքի նորմերին եւ կիրառվող միջազգային փորձին։ Օմանը, որը ունի կարևոր դեր նեղուցի կառավարման հարցում, դեմ է պարտադիր վճարներին, սակայն պատրաստ է քննարկել կամավոր մեխանիզմներ։ Քննարկումները շարունակվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է երաշխավորել Հորմուզի նեղուցով ազատ եւ անվտանգ նավարկությունը։ CBS News-ի տեղեկություններով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ իր թիմի մյուս անդամներին շարունակել բանակցությունները Իրանի հետ։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է անցկացնել Օմանում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, Թեհրանից արևելք լսված պայթյունները կապված են պայթուցիկների վերահսկվող ոչնչացման աշխատանքների հետ։ Թասնիմ գործակալության տվյալներով համապատասխան գործողություններն իրականացվել է անվտանգության ծառայությունների կողմից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են Թեհրանի մերձակայքում լսված ուժեղ պայթյունների մասին։ Իշխանությունները շեշտել էին, միջադեպը ռազմավարական հարվածի հետևանք չէ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է Անկարան եւ Իսրայելը դատապարտված չեն բացահայտ հակամարտության։ Նրա խոսքով իսրայելցի որոշ քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունները հիմնականում պայմանավորված են երկրների քաղաքական պայքարով եւ ընտրական գործընթացներով։ Ֆիդանը նշել է Իսրայելում կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս ավելի հավասարակշռված եւ ռազմավարական մոտեցման օգտին։ Նա ընդգծել է Թուրքիայի եւ Իսրայելի միջև հակամարտությունը անխուսափելի չէ։ Նախարարի գնահատմամբ երկու երկրների հարաբերությունների ապագան չպետք է պայմանավորվի նախընտրական դրետորաբանությամբ։ Reuters-ի փոխանցմամբ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է պաշտոնապես հայտարարել, որ Հորմուզի նեղուցը բաց է միջազգային նավարկության համար եւ իրանական ուժերը չեն հարձակվի առևտրային նավերի վրա։ ԱՄՆ-ն նաև պահանջում է, որ Իրանը հրաժարվի նեղուցով անցնող նավերի վճարներ գանձելու գաղափարից։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, եթե Թեհրանը նման հայտարարություն չանի, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ըստ Axios-ի թղթակից Բարակ Ռավիդի, ԱՄՆ-ն փորձում է հասնել այդ հայտարարությանը հնարավորինս արագ։ Վաշինգտոնը միաժամանակ պնդում է, Իրանի հետ բանակցությունները վերջին օրերին եղել են արդյունավետ։ Կատարի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Reuters-ի փոխանցմամբ բանակցությունները անցկացվում են Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ։ Քննարկումների հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել ավելի լայն երկխոսության շարունակման եւ ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադարի վերաբերյալ հուշագրի իրագործման համար։ Կողմերը քննարկում են նաեւ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման շուրջ առկա տարաձայնությունները, որոնք դարձել են վերջին սրման պատճառներից մեկը։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, ուկրաինացիները Աստծո ընտրյալ ժողովուրդն են, իսկ Կիևյա Պեչորյան Լավրան այս ժողովրդի գլխավոր սրբավայրն ու խորհրդանիշն է։ Հայտարարությունը արվել է Սուրբ Անտոնի Պեչորսկու հիշատակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով Լավրայի տարածքում նախատեսում է ստեղծել ազգային պանթեոն, որտեղ կվերաթաղվեն ուկրաինական ազգային շարժման մի շարք առաջնորդներ։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել այդ նախաձեռնությունը, հայտարարելով Կիևը փորձում է փոխել Լավրայի պատմական նշանակությունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլորիդայի Palm Beach-ի միջազգային օդանավակայանը կվերանվանվի նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան։ Նրա խոսքով որոշումն ընդունվել է պաշտոնական քվեարկությամբ։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Palm Beach-ի բնակիչներին աջակցության վստահության համար։ Նա նաև հայտնել է, օդանավակայանը կվերակառուցվի եւ իր գնահատմամբ կդառնա աշխարհի լավագույն եւ ամենատպավորիչ օդանավակայաններից մեկը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանում նավթի արդյունահանման իր կանխատեսումը, պատճառաբանելով անօդաչու թռչող սարքերի հարվածները տրանսպորտային ենթակառուցվածքների, պահեստների եւ նավթավերամշակման գործարանների նկատմամբ։ 2026 թվականի կանխատեսումը կրճատվել է օրական 85,000 բարելով, իսկ 2027 թվականի ցուցանիշը 150,000 բարելով։ Գործակալության գնահատմամբ հաջորդ տարի Ռուսաստանում օրական կարտադրվի շուրջ 8.8 միլիոն բարել նավթ։ Միաժամանակ նշվում է, նվազում են ներքին վերամշակման ծավալները, մինչդեռ ծովային արտահանման միջին մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ։ Նրա խոսքով Իրանի ենթակառուցվածքների նկատմամբ ցանկացած նոր հարված անպայման կստանա համարժեք պատասխան։ Զոլղադրը հայտարարել է, Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունն ու ազգային շահերը ցանկացած սցենարի դեպքում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստվում է ներկայացնել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կոնկրետ առաջարկներ։ Այդ մասին հայտարարել է AMG-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ բանակցություններից հետո Գրոսին նշել է դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնք ազդում են կայանի անվտանգության եւ բնականոն աշխատանքի վրա։ Նրա խոսքով գործակալությունը շուտով կառաջարկի գործողությունների փաթեթ իրավիճակը կայունացնելու նպատակով։ AMG-ն շարունակում է պնդել, որ ատոմակայանի անվտանգությունը պետք է մնա առաջնային, անկախ ռազմական զարգացումներից։ Իրանը պաշտոնապես հերքել է հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստման մասին հրապարակումները։ Ֆարս գործակալության փոխանցմամբ Թեհրանը հայտարարել է, նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իրանական կողմը շեշտել է, ցանկացած պաշտոնական որոշման մասին կհայտարարվի բացառապես պետական աղբյուրներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, եթե Իրանը փորձի իր դեմ մահափորձ կազմակերպել, Վաշինգտոնը կպատասխանի զանգվածային հրթիռային հարվածներով։ Նրա խոսքով 1000 հրթիռ արդեն պատրաստ է կիրառման եւ ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Թրամփը նշել է, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ամբողջությամբ ոչնչացնել Իրանի ռազմական հնարավորությունները։ Նա ընդգծել է, համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ գործողությունների ժամկետը կարող է երկարաձգվել։
Ֆրանսիան հայտարարել է առաջիկա օրերին Փարիզում կանցկացվի կողմնակիցների կոալիցիայի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Հանդիպման հիմնական թեման լինելու է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական եւ հումանիտար աջակցության շարունակականությունը։ Եվրոպական մի շարք երկրներ հայտնել են օգնության ծավալներն ավելացնելու պատրաստակամության մասին։ Քննարկվելու են նաեւ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման եւ եվրոպական անվտանգության հարցերը։ Օգոստոսի 3-ից Աշխեն Հայրապետյանը կազատվի ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից, այս մասին կարգադրությունը հուլիսի 10-ին ստորագրել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում, այս մասին կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։ Այդ ժամանակահատվածում ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հասարարվել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հիշեցնենք, գործող 8-րդ գումարման խորհրդարանի իր լիազորությունները շարունակելու մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները Մասիս համայնքի Նիզամի եւ Սիս բնակավայրեր են այցելել։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտել է, ինչպես դեռ նախընտրական շրջանում են խոստացել այս համայնքներում ծրագրեր են իրականացնելու։ Նա նաեւ ընդգծել է, որ համայնքներ այցերը ոչ միայն նախընտրական շրջանում են, այլ նաեւ դրանից հետո։ Մեր հայրենիակիցներին խնդրեցինք նաեւ բարձրաձայնել այն հարցերը, որոնք նրանք ուզում են, որ մենք հնչեցնենք ազգային ժողովում եւ պետական այլատյաններում։ Շատ հարցեր բարձրացվեցին, գրանցել ենք բոլորը, կաշխատենք դրանց ուղղությամբ, ասել է Կարապետյանը։ Լոռու քաղաքական մարզպետ Արեն Մկրտչյանը հրաժարվել է ազգային ժողովի падգամավորի մանդատից, այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։ Հրաժարվել եմ ազգային ժողովի падգամավորի մանդատից եւ շարունակելու եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ, նշել է նա։ Վահագն Արսենյանը եւս հրաժարվել է ազգային ժողովի падգամավորի մանդատից եւ շարունակելու է իր գործունեությունը որպես Վայոց ձորի մարզպետ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի եւ նրա բնակիչների։ Այսօր եւս հավատարիմ եմ այդ խոստմանը, շարունակելով ստանձնած պատասխանատվությունը, նշել է նա։ Ավելի վաղ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն էր հայտարարել ազգային ժողովի падգամավորի մանդատից հրաժարվելու մասին։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. հարգելի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի աշխատակազմ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի եւ միասին անցած ճանապարհի համար եւ միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի եւ համագործակցության ամուր հիմք։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների եւ իհարկե մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը, նշել է նա։ Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ մյուս հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը։ Սկզբում խոսքը տրվել է Արկադի Ղուկասյանին, ով հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի պաշտպանը, որը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյանին եւ չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը։ Դրանից հետո ելույթ ունեցած Վասիլի Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչում։ Այնուհետև ելույթ է ունեցել Բակո Սահակյանի փաստաբանը, որը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյանին։ Բակո Սահակյանի մյուս փաստաբանը դատարանից խնդրել է չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը։ Ելույթի ընթացքում Բակո Սահակյանը հայտարարել է, որ քրեական գործի շրջանակում իրեն առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչում։ Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 14-ին։ Հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 14:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գեղահովի գյուղում քաղաքացին ընկել է խաչակրյուր կետը։ Մինչ կժամանային փրկարարները քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Ս-ի մարմինը։ Նախնական տեղեկություններով նա անզգուշաբար վայր է ընկել եւ գլուխը հարվածել քարերին։ Ըստ տեղեկությունների ջրահեղձ եղած տղան Պաշտպանության նախարարության պաշտպան հայրենաց ծրագրով պայմանագրային զինծառայող էր։ Արեն Հայրապետյանը կիսաեզրափակչում 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին եւ դուրս եկել Եվրոպայի M20 տարեկանների առաջնության եզրափակիչ։ Եզրափակչում նա վաղը կմրցի Մոլդովան ներկայացնող Իվան Դիմովի հետ։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն Հայաստանի ազատ ոճի հավաքականի 5 ներկայացուցիչ մրցակցող դուրս կգան 61 կիլոգրամ Քաշային Գագիկ Ղազարյանը, 74 կիլոգրամ Վլադիմիր Ռազարյանը, 86 կիլոգրամ Ռազմիկ Եփրեմյանը, 92 կիլոգրամ Նարեկ Իգիլիկյանը, 125 կիլոգրամ Հենրիկ Խայկյանը։ Ըստ Հինդու թերթի Թրամփը Իրանի հետ հակամարտության հարցում հայտնվել է ռազմավարական փակուղու մեջ եւ պետք է վերադառնա Թեհրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը։ Պարբերականը զգուշացնում է պատերազմի վերսկսումը ծանր հետևանքներ կունենա ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ ամբողջ համաշխարհային տնտեսության համար։ Թերթի գնահատմամբ Թրամփը փորձում է ուժեղացնել տնտեսական ռազմական ճնշումը Իրանի նկատմամբ Հորմուզի նեղուցի շուրջ Թեհրանի դիրքորոշումը փոխելու նպատակով, սակայն մինչ այժմ այդ քաղաքականությունը չի տվել ակնկալվող արդյունքը։ Ֆրանսիայում անցկացված նոր սոցիալական հարցման համաձայն, եթե նախագահական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, առաջին փուլում ամենաշատ ձայները կհավաքեր ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լեպենը։ Նա կարող է ստանալ ընտրողների 34-ից 36%-ի աջակցությունը, պահպանելով զգալի առավելություն մրցակիցների նկատմամբ։ Հարցման հեղինակների գնահատմամբ նրա նկատմամբ կայացված դատավճիռը չի թույլատրել դիրքերը, իսկ թեկնածությունն առաջադրելու հայտարարությունը անգամ մեծացրել է աջակցությունը։ Երկրորդ տեղի համար պայքարում են նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, Գաբրիել Ատալը եւ Ժան-Լյուկ Մելանշոնը։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է անցկացնել 2027 թվականի ապրիլի 18-ին։ Մոսկվայի Կապոտնյա շրջանի նավթավերամշակման գործանը հերթական անգամ բռնկվել է մայրաքաղաքի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին։ Ռուսական պաշտպանության նախարարության տվյալներով մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ը ոչնչացրել է 376 անօդաչու, իսկ հարվածների տակ են հայտնվել նաև հայ-ռազմական օբյեկտներ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ հունիսյան գրոհների հետևանքով գործանի հիմնական վերամշակման կայանքները լուրջ վնասվել են, իսկ վերականգնումը կարող է տևել մինչև 2027 թվականը։ Վերլուծաբանների գնահատմամբ վերանորոգման արժեքը կարող է հասնել $1 միլիարդ։ Թասնիմի փոխանցման ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում ոչնչացվել է առնվազն 30 ձկնորսական նավակ։ Տեղի ձկնորսական կոոպերատիվի տվյալներով ամերիկյան 2 մարկ հարվածել է նավամատույցին, ինչի հետևանքով մեծ վնասներ են հասցվել ձկնորսական տնտեսություններին։ ԱՄՆ-ն հայտարարել էր հարվածներն իրականացվել են ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի գործողություններին։ Դրանի պատասխան Իրանը հարված էր հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Քուվեյթում, Բահրեյնում եւ Հորդանանում։ Եվրահանձնակատար Անդրիս Կուբիլյուսի հրապարակած ՆԱՏՕ-ի տվյալների համաձայն Լիտվան, Էստոնիան, Լատվիան եւ Լեհաստանը 2026-ին հնային նկատմամբ ռազմական ծախսերի ցուցանիշով կգերազանցեն Միացյալ Նահանգներին։ Լիտվան պաշտպանության վրա կուղի հնայի 5.33%, Էստոնիան 5.1%, Լատվիան 4.92%, իսկ Լեհաստանը 4.68%։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով կզբաղեցնի 9-րդ տեղը, պաշտպանությանը հատկացնելով հնայի 3.17%, որը գումարային արտահայտությամբ կազմում է մոտ $1 տրիլիոն։ Կուբիլյուսը նշել է ՆԱՏՕ-ի վիճակագրությունը ցույց է տալիս եվրոպական մի շարք երկրների պաշտպանական ծախսերի կտրուկ աճը։ Նրա խոսքով հատկապես Բալթիա երկրներն ու Լեհաստանը շարունակում են արագացնել ռազմական կարողությունների զարգացումը։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, իր երկիրը պետական բյուջեից ֆինանսական աջակցություն չի տրամադրի Ուկրաինային։ Նրա խոսքով Պրահան կշարունակի մասնակցել հրետանային զինամթերքի միջազգային նախաձեռնությանը, սակայն Չեխիայի բյուջեից ուղիղ միջոցներ չեն հատկացվի։ Բաբիշը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում Ուկրաինային ֆինանսական օգնության ծավալը։ Նա նաև նշել է Չեխիայի առաջնահերթությունը սեփական պաշտպանական ծախսերը մինչև 2027 թվականը հնայի 2%-ի հասցնելն է։ Եվս մեկ ԿՊԱ-ական հրաժարվում է պատգամավորական մանդատից։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հայտնել է, որ հրաժարվել է ազգային ժողովի պատգամավորի մանդատից եւ շարունակելու է իր գործունեությունը որպես Շիրակի մարզպետ։ Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ եւ վճռականությամբ աշխատել հանուն Շիրակի զարգացման նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման եւ մեր մարզի ու սիրելի Գյումրի առաջընթացի, նշել է Շիրակի մարզպետը։ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան եւ տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։ Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան եւ անընդհատ պրոցեսը կարեւոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 13-ի, 16-ի եւ 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 14-ից 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-ից 14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։